Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով ես օրհնում եմ յուրաքանչյուրիս եւ Հիսուսի անունն եմ կանչում մեր վրա, մեր ընտանիքի բոլոր անդամների վրա, մեր հարազատների վրա, մեր հայ ազգի վրա, մեր երկրի վրա։ Եզեկիել մարգարեության 22-րդ գլխի 30 խոսքում Աստված ասում է. «Եվ ես նրանց մեջ Պարիս պշինող և խրամատի մեջ երկրի համար իմ առաջ կանգնող մարդ որոնեցի, որպեսզի նրան չկործանեմ, բայց չգտա»։ Այսինքն Աստված ման էր գալիս մարդկանց, որ կաղոթեին Իսրայելի ժողովրդի համար, Իսրայել երկրի համար, կբարեխոսեին աղոթքով նրանց համար, նրանց մեղքերի համար ներում ու թողություն կխնդրեին։ Ասում է մի մարդ է իման գալիս այդպիսին, որ չարեցին, որ Աստծո ողորմությունը կկանչեին, բայց Աստված չգտավ, և դրա համար ասում է իմ ցասումն եմ թափելու Իսրայելի վրա։ Հայր Աստված, փառավոր Տեր, Հիսուս Քրիստոսի անունով աղոթում եմ ու ներում եմ խնդրում ինձ համար, ընտանիքիս համար, ամեն հայ քրիստոնյայի համար, հայ եկեղեցու համար, մեր անտարբերության համար, մեր էգոիստության համար, խնդրում եմ, որ ներես մեզ, ներես մեր վախկոտությունը, ներես մեր ծուլությունը, որ մենք չենք կանգնում ամեն օր, ամեն պահ քո առաջ ու չենք բարեխոսում մեր ընտանիքների, մեր ազգի, մեր երկրի, մեր ղեկավարների համար։ Տեր իհարկե բոլորը այդպիսին չեն, բայց շատերն են, թմրած, ընկած ինչ-որ քնի մեջ, ների մեր թամբալությունը, որ մտածում ենք, թող մեկ ուրիշը անի, կամ մտածում ենք, ոչ բոլորն են արժանի քո ներմանը ու այդպես լռում ենք։ Տեր մեղավոր ենք, ողորմի ու ազատի մեզ այս դիվային կապանքներից, որ ամեն հայ մարդ, որ իրեն քրիստոնյա է համարում, իր բերանը բացի ու աղոթի, ու աղոթքով ազգիս կոտրված ու ջարդված պարիսպները հոգևոր դաշտում նորոգի, ու քո լուսավոր թագավորությունը իջացնենք մեր կյանքեր, մեր հայրենիք, ու փառք տանք քեզ քո ողորմության ու շնորհի համար։ Եվ հիմա Տեր Աստված, ես կանգնում եմ քո առաջ, ես կանգնում եմ այն խրամատում, որ իմ ժողովրդի համար է, Տեր, իմ ազգի պարիսպները վերանորոգելու համար, և քո առաջ եմ բերում իմ ազգին, մեր հեթանոս անցյալը, Տեր, ես առաջին բանը, որի համար ես ներում եմ խնդրում, ես չգիտեմ իմ ազգում եղել է թե չէ, բայց ես գիտեմ, որ շատ հեթանոս ազգերում է եղել, Տեր, որ երեխաներին զոհաբերել են, նրանց կրակով այրել են իրենց կուռքերին որպես զոհաբերություն։ Եթե դա տեղի է ունեցել իմ հայ ազգում, Տեր ջան, ես ողորմություն եմ խնդրում, ես խնդրում եմ, որպեսզի դու քանդես այդ անեծքի հետևանքները, Տեր ջան, դու ներես ու քո սուրբ արյունով մաքրես այն արյունը, որ մենք թափել ենք, որ այդ արյունը մեզանից էլ չպահանջես, այլ Քրիստոսի արյունով բավարարես, Տեր ջան։ Ես ներում եմ խնդրում, հիմա ճիշտ է, երեխաներին կրակի մեջ չեն գցում, բայց ես ներում եմ խնդրում մոտ 2 միլիոն աբորտների համար, որ արվել է իմ երկրում ու դեռ շարունակում է արվել, այն կյանքերի խորտակման, այն թափված արյան համար, որ կատարվում է իմ երկրում, ես խնդրում եմ, որ ներես, որ ողորմես, որ ազգիս վրա ապաշխարություն կանչես, Տեր, որ այդ արյունը մեր գլխին կախված չմնա, որ այդ արյունը Աբելի արյան նման դատաստան ու վրեժ չպահանջի, Տեր ջան, այդ աբորտ արված երեխաների արյունը, այլ փոխարենը խնդրում եմ Քրիստոս, քո արյունը, որ ներում է կանչում, որ ողորմություն է կանչում, աղերսում եմ, որ ներես ազգիս, Հիսուսի անունով աղոթեցի։ Տեր օգնի այսքանի օրը տարբեր բաներ, որ իմ ազգի մեջ կա, որ ես տեսել եմ Իսրայելի կյանքում, Աստվածաշնչում, որ դու ասել ես, նույնը կատարվում է իմ ազգում, որ ես կանգնեմ և միաբանվեմ երկրի վրա ամեն մեկի հետ, ով կանգնել է խրամատում հայ ազգի համար,
աղոթելու, բարեխոսելու, որ քո ցասումը հեռացնես եւ քո ողորմությունը հիշես, Տեր։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա եկեք անդրադառնանք Ելք գրքին, մենք 12-րդ գլխում ենք եւ խոսում ենք զատիկի մասին, որը պետք է տեղի ունենար մինչև մահվան ոգին, ավերիչ ոգին կանցներ Եգիպտոսի վրայով եւ սպանելու էր Եգիպտոսի առաջնեկներին, բայց չէր կպնելու Իսրայելին, որտեղ Իսրայելը Աստծո առաջնեկն էր եւ այդ ամենը տեղի էր ունենալու փարավոնի անհնազանդության, անապաշխարության, Աստծուն մերժելու պատճառով։ Եկեք կարդանք այսօրվա մասը եւ մեկնաբանությունը։ Այդ գիշեր սա Աստված է ասում. այդ գիշեր պիտի անցնեմ Եգիպտոսի երկրով եւ հարվածեմ Եգիպտոսի երկրի բոլոր առաջնեկներին, մարդուց մինչև անասունը։ Եգիպտոսի բոլոր աստվածների դեմ դատաստան պիտի անեմ, ես եմ Տերը։ Արյունը թող ձեզ համար նշան լինի տների վրա, ուր որ լինելու եք, եւ տեսնելով արյունը պիտի անցնեմ ձեր վրայով, եւ հարվածը չպիտի իջնի ձեր վրա։ Կորստյան ձեզ չեմ մատնելու, երբ հարվածեմ Եգիպտոսի երկիրը։ Այդ օրը ձեզ համար թող լինի հիշատակի համար, եւ տոնեք այն իբրև Տիրոջ տոն, տոնեք այն սերնդից սերունդ, իբրև հավիտենական կանոն։ 7 օր բաղարջ հաց կերեք, հենց առաջին օրը ձեր տներից դուրս գցեք թթխմորը, որովհետև առաջին օրվանից մինչև 7-րդ օրը թթխմորով հաց ուտող անձը կվերացվի Իսրայելից։ Առաջին օրը սուրբ ժողով թող լինի, 7-րդ օրը նույնպես սուրբ ժողով թող լինի ձեզ համար։ Այդ օրերին ոչ մի աշխատանք թող չկատարվի, այլ պատրաստեք միայն ամեն մեկի ուտելիքը։ Պահեք բաղարջների տոնը, որովհետև հենց այդ օրը կհանեմ ձեր ժողովրդին Եգիպտոսի երկրից։ Ուրեմն ձեր սերունդների մեջ պահեք այդ օրը իբրև հավիտենական կանոն։ Առաջին ամսվա 14-րդ օրվա երեկոյից սկսած բաղարջ հաց կուտեք մինչև ամսի 21-րդ օրվա երեկոտ։ 7 օր ձեր տներում թթխմոր չպետք է գտնվի, որտև թթխմորով հաց ուտող անձը օտարական լինի, թե տեղացի պիտի վերացվի Իսրայելի ժողովրդի միջից։ Խմորված ոչ մի բան չպիտի ուտեք, ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ կուտեք։ Փառք ու պատիվ քեզ Հայր Աստված, քո ճշմարիտ խոսքի համար, խոսք, որ հավիտենական է, խոսք, որ չի կտրվում, խոսք, որ դժոխքը չի կարող քո խոսքի առաջ գալ ու չեղարկել, խոսք, որ դու բարձր ես դրել քո անունից։ Օրհնում ու փառաբանում են քեզ ու քո խոսքը, որ նաև Հիսուս Քրիստոսն է։ Տեր օգնի, որ քո խոսքը հասկանանք, քողերը վերցրու Տեր ջան, որպեսի ընկալենք, ընդունենք եւ ամենակարևորը քո խոսքի իշխանության տակ ինքներս մեզ բերենք, հնազանդվենք քո խոսքին եւ քո խոսքը կատարողներ լինեն։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Երեք խոսեցինք այն մասին, որ պասեք զատիկ նշանակում է անցում, երբ ավերածության ոգին պիտի անցներ Եգիպտոսի վրայով, կոտորեր նրանց առաջնեկներին, բայց նրանք, ովքեր գտնվում էին զոհաբերված գառան արյան պաշտպանության տակ, չպետք է մեռնեին։ Պասեք, Passover, անցնել, դա է նշանակում զատիկ բառը։ Հիմա քրիստոնյաների համար դա Քրիստոսն է, Քրիստոսի արյունը, ով հավատում է նրան եւ ընդունում խաչի վրա Քրիստոսի արյան զոհաբերությունը, այսինքն ընդունում է, որ Քրիստոսն է Աստծո գառը, Աստծո պասեքը, Աստծո զատիկը, այդ մարդը ապրում է, անգամ երբ տեղի է ունենում նրա ֆիզիկական մահը։ Ամեն քրիստոնյայի համար Հիսուս Քրիստոսն է զատիկի գառը։ Կարդանք առաջին Կորինթացիներ 5-րդ գլխի 7-րդ խոսքը։ Մեր զատիկը Քրիստոսը մեզ համար մորթվեց։
Յուրաքանչյուր քրիստոնյա կարդալով առաջին զատիկի, առաջին պասեքի պատմությունը, որ մենք կարդացինք, կարող է տեսնել, որ այն Քրիստոսի նախանշանն էր։ Երբ գառան արյունը, որ քսվում էր տան դռան վերևի մասին ու այն կաթում էր, եւ նաեւ գիտենք, որ քսված էր տան դռան երկու կողերին, եթե գիծ տանես վերևից ներքև եւ այդ երկու կողմից մինչև մյուս կողմը խաչի նշանն է դառնում, խաչի սիմվոլն է դառնում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այսպես Աստված ասում էր գալու է մի օր, որ կենթանի գառ չի մորթվելու, այլ իմ որդու արյունն եմ թափելու ողջ մարդկության փրկության համար։ Իսրայելի միջոցով Տերը ցույց էր տալիս, թե ինչ է անելու ողջ մարդկության համար։ Դռան կողերի վրա արյուն քսելը ցույց էր տալիս, որ Զատկի գառի զոհաբերությունը պետք է հիշվեր առօրյա կյանքում, որովհետև նրանք տեսնում էին այդ արյունը հիշեցնում էր։ Մենք ամեն օր, ամեն պահ պետք է հիշենք Քրիստոսի թանկ ու սուրբ արյունը, որ թափվեց մեր փրկագնման ու ներման համար։ Այն նոր ուխտը, որ կնքվեց Հիսուսի արյունով։ Պատարագների ժամանակ, երբ որ հաղորդություն են անում, հաղորդությունը այ հենց դա է, մենք հիշում ենք Քրիստոսի արած զոհողությունը, թափած արյունը եւ մեր ուխտը նորոգում նրա հետ։ Բայց դրա հիմքում պետք է ընկնի նաև մեր ապաշխարությունը, մեր մեղքերի խոստովանությունը։ Երեք խոսեցինք նաև, որ ըստ Հովհաննես 19:14-ի հասկանում ենք, որ Հիսուսը խաչվեց հրեական զատիկի ժամանակ։ Զատիկի նախօրեն էր, մոտավորապես 6-րդ ժամը, եւ նա հրեաներին ասաց. Պիղատոսը, ահա ձեր թագավորը, իսկ նրանք աղաղակում էին. վերցրու, վերցրու եւ խաչը հանիր դրան։ Ուրեմն այս առաջին զատիկ պասեքի մեջ մենք Հիսուսին ենք տեսնում հետեւյալ կերպով եւ տեսնում ենք, որ մարգարեություն է տեղի ունենում, ոնց որ Իսրայելի առաջին զատիկը տեղի ունեցավ, այդ նույն օրը դարեր անց մորթվեց Աստծո գառը, Հիսուս Քրիստոսը, նրա սուրբ որդին, այս անգամ ոչ միայն Իսրայելի համար, այլ ամբողջ մարդկության համար։ Ինչպես զատիկի գառը, Հիսուսը ապրեց մարդկային ընտանիքի մեջ, սիրո կապերով կապվեց նրանց հետ, նախքան նրանց համար զոհաբերվելը։ Ինչպես զատիկի գառը ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ պիտի ընդուներ, զատիկի գառը յուրաքանչյուր ընտանիքի անդամ պիտի ուտեր, Հիսուսի զոհաբերությունը պետք է յուրաքանչյուր անդամ իր համար ընդունի, այն չի կարող լինել ընտանեկան, համայնքային, ազգային հիմունքներով։ Ինչպես զատիկի գառը ամբից էր, Հիսուսը, որ Աստծո գառն է, նույնպես ամբից էր, կատարելապես անարատ, առանց որևէ մեղքի, որևէ բարոյական կամ հոգևոր անկատարության։ Նա կատարյալ էր։ Միայն Հիսուսի արյունն է, Հիսուսի զոհաբերած կյանքը, որ թափվեց ամեն մարդու համար, իզորու քավել մեր մեղքը, բայց որպեսզի Հիսուսի արյունը գործի, դու պիտի ընդունես Հիսուսի զոհողությունը, դու պիտի ծնկես նրա առաջ, քո կյանքը տաս, ասես ընդունում եմ քեզ, որպես Տեր ու Փրկիչ, իմ թագավոր, հավատում եմ, որ քո արյունը թափվեց իմ մեղքերի թողության համար, հավատում եմ, որ դու Աստծո որդին ես, որ դու խաչվեցիր, մեռար, թաղվեցիր, հարություն առար։ Իր մահով Հիսուսը հպվեց Աստծո դատաստանի կրակին, այդ դատաստանի կրակի միջով անցավ։ Իր մահով Հիսուսը ստացավ Աստծո դատաստանի դառը բաժակը եւ խմեց այն իմ ու քո փոխարեն։ Հիսուսի զոհաբերական գործը պետք է ընդունվի ամբողջությամբ, առանց որևէ վերապահումների, մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, եթե մենք ցանկանում ենք, որ փրկություն ունենանք, մեղքերի թողություն ստանանք։ Հիսուսի զատկի գործը իր ժողովրդի համար նրանց ազատության արշալույսն ու նախերգանքն է։ Հիմա խոսենք արյան պաշտպանության մասին։ Ինչպես էր գառան արյունը պաշտպանելու Իսրայելին եւ ինչպես է Քրիստոսի արյունը
պաշտպանում մեզ։ Այդ գիշեր Աստված ասում է. «Պիտի անցնեմ Եգիպտոսի երկրով եւ հարվածեմ Եգիպտոսի երկրի բոլոր առաջնեկներին, մարդուց մինչև անասունը։ Եգիպտոսի բոլոր աստվածների դեմ դատաստան պիտի անեմ, ես եմ Տերը։ Արյունը թող ձեզ համար նշան լինի տների վրա, ուր որ լինելու եք, եւ տեսնելով արյունը պիտի անցնեմ ձեր վրայով եւ հարվածը չպիտի իջնի ձեզ վրա, կորստյան մատնելու համար ձեզ, երբ հարվածեմ Եգիպտոսի երկիրը»։ Աստված ասում է. տեսնելով արյունը պիտի անցնեմ ձեր վրայով եւ հարվածը չպիտի իջնի ձեր վրա, որպեսզի Իսրայելը խուսափեր առաջնեկների մահվան դատաստանից, նրանք պետք է գառան արյունը կիրառեին, այնպես ինչպես Աստված էր ասել, բառ առ բառ։ Գառան արյունը կարևոր էր Աստծո պահանջների համար եւ պետք է մնային այնտեղ, որտեղ այդ արյունը ծածկում էր իրենց։ Եթե իսրայելական ընտանիքը չհավատար Աստծուն, չհավատար գառան արյան զորությանը, նրանք կարող էին զոհաբերել գառը, ուտել այն, բայց դատաստանը նրանց կայցելեր, իրենց առաջնեկները կմահանային։ Եթե եգիպտական ընտանիքը հավատար գառան արյան զորությանը եւ պատշաճ զատիկի զոհաբերությունը աներ, այնպես ինչպես Աստված էր ասել, նրանք կխուսափեին դատաստանից։ Բացի այդ, Աստծո գառան արյան մասին ասացի հետ մտավոր համաձայնությունը բավարար չէր։ Այսինքն միայն ասելով, հա, համաձայն եմ, Աստծո ասածը ճիշտ բան է, լավ է, դա բավարար չէր։ Նրանք իրականում պետք է անեին այն, ինչ Աստված ասել էր, որ պետք է անեին գառան արյան հետ կապված։ Աստված Իսրայելին համարում էր իր առաջնեկը, իր սիրելի ժողովուրդը։ Եթե Եգիպտոսը հրաժարվում էր ազատ արձակել Աստծո առաջնեկին, ապա Աստված պահանջում էր Եգիպտոսի առաջնեկների կյանքը, որպես պատիժ եւ դատաստան։ Որպես քրիստոնյա, կամ անհավատ մարդ ես, մտածում ես, ուզում եմ փրկվեմ, բայց ինչի Քրիստոսով։ Մեղքի գինը մահն է, ամեն մեղավորին եւ մեզանից յուրաքանչյուրը մեղավոր է։ Մահն է սպասվում, ոչ թե ֆիզիկական մահը, ֆիզիկական մահի մասին չէ, այլ հոգևոր մահը, տանջալից մահը, դատաստանային մահ, Աստծո ցասում, դատաստան։ Եվ փրկության համար արյուն պիտի թափվի։ Տեսնում ենք, այստեղ գառան արյունն է թափվում։ Մեզ համար Աստված թափել է միակ ճշմարիտի, միակ սուրբի արյունը, իր որդու արյունը։ Ու երբ որ դու ընդունում ես Հիսուսի զոհողությունը, Աստված քեզ տեսնում է Հիսուսի արյունով ծածկված։ Աստված քեզ տեսնում է Հիսուսի մեջ եւ Հիսուսին էլ քո մեջ։ Եվ դրա համար քեզ արդարացնում է, քո մեղքերը լվանում է, տալիս է Սուրբ Հոգուն, որն օգնում է մեզ մեր մեղքերից ազատվել, պատերազմել մեր մեղքերի դեմ։ Մեր էությունն է փոխվում, մեր ԴՆԿ-ն է փոխվում, մեր ԴՆԿ-ն դառնում է Քրիստոսի ԴՆԿ-ն։ Ահա թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում։ Չկա փրկություն, մեղքերի թողություն, արդարացում, դատաստանից ազատում առանց Քրիստոսի, առանց Քրիստոսի արյան։ Չկա բժշկություն առանց Քրիստոսի արյան։ Սիրելի մարդ, թող այսօր լինի քո խոնարհումը Աստծո առաջ։ Թող այսօր դադարես փարավոն լինել, մեծամիտ, ինքնահավան, կռապաշտ, այլ այսօր խոնարհվես Աստծո առաջ եւ ապաշխարես եւ ներում խնդրես ու ստանաս Աստծո շնորհը ներման, արդարացման Հիսուս Քրիստոսի սուրբ արյունով։ Սա է աղոթքն ու խնդրանքը քեզ համար։ Վաղը կշարունակենք, թե ինչ է ասում Աստված, որ այդ տոնը պիտի հավիտենականորեն իսրայելցիները նշեին եւ ինչ է դա նոր կտակարանում ասվում մեզ համար, որը մենք տոնում ենք հաղորդությամբ,
հաղորդության ժամանակ հիշելով Քրիստոսի զոհողությունը եւ նորոգելով մեր ուխտը նրա հետ ապաշխարությամբ։ Այսքանը այսօր, Աստված օրհնի եւ պաշտպանի ամենքիս։